Բարի ողջույն, Դավիթ ջան, Ողջույն Սևակ ջան, ողջույն ուրախ բոլորին։ եմ կրկին քեզ տեսնել մեր եթերում, ողջունում ենք մեր սիրելի ունկնդիրներին, դիտորդներին եւս, եւ վստահ եմ, որ նրանք սպասում էին մեր եթերներին։ Այդ իսկ պատճառով նորից մենք հնարավորություն ունենք եթեր անելու։ Շնորհակալ ենք մեր դիտորդներին եւս, իրենց հարցերի համար, իրենց Իհարկե, աջակցության համար, ամեն ինչի համար։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, որ կրկին այս շրջանակներում առիթ ունենք զրուցելու։ շնորհակալ եմ, Դե շնորհակալ եմ քեզ այդ հրավերի համար։ Սիրով Դավիթ ջան, դե ինչ ասեմ, շատ են հարցնում, ճիշտ ասած, այս վերջերը միատարիք է բարձրացել Ներ Նորայր Դավիթ, քո անվանակիցն է, ով հայտնաբերել է Աստվածաշնչից, որ ինքն է այն փրկիչը, Մաշիախը իրական, որ պետքա գար, իսկ Քրիստոսը դա օծի որդին է, հակաքրիստոսն է, Ներն է իրական, հենց այնտեղ 666 իրականում հենց Քրիստոսի թիվն էր, այդ Հիսուս բառը ինքը վերցանում է, որ հի նշանակում է բան, մարդ եւ սուս կարծեմ ձի, այսինքն այդ կենտավրոսի ինքն է գազան եւ մարդու խառնուրդը, հա Հիսուսի եբրայական ծագում իրականում եւ ինքը ասում է ես մարգարե եմ եւ Մովսեսի հոգին իմ մեջ է, ես եմ եղել Մովսեսը, ջարդել եմ այդ ուխտի տապանակը, որ այդ գաղտնիքները բոլորի ձեռքում չընկնի, երբ որ Մովսեսի կոտրում է եւ թույլ է տալի Աստված, որ դրա վրա կրոններ սարքեն, սարքեն առաջանա տարատեսակ մուսուլմանական կրոններ, բայց նա ով որ փակել է, ինքն էլ պետքա բացի եւ ահա ինքն է այդ բացողը, որ Մովսեսի հոգին էր եկավ ու ասում է ես եմ եկել ինչպես Մովսես անապատից փրկեց ժողովրդին հանեց, այդ ազգային հերոսն է, իր մեջ է իմ այդ հոգին, ինքն էլ եկել է հայրին է ուզում փրկի եւ ասում ուշադիրից լսեք, թե չէ աղետ է գալու ձեր գլխին, դուք սենց պետք անեք, նենց պետք անեք, այդ բոլոր եկեղեցիները քանդեք, դա օծի որդություն է եւ այլն, եւ միացեք Նիկոլին, Նիկոլ ջան, ձեր հետ ենք ջարդեք, փշրեք մի խոսքով ու շատ են ինձ ուղարկում, որոշել եմ մի օր անդրադառնալ, թեև մենք մի փոքր, մի քանի եթերներ առաջ անդրադարձել ենք իրեն, ուղղակի հպանցիկ, պարզապես այս վերջում շատ է խոսվում իր մասին, ինքը իրեն կոչում է Դավիթ Քրիստոս, իրական Դավիթը, փրկիչը, Մաշիախը։ Մի փոքր ես կցանկանամ այս մասին ավելի զրուցենք այս եթերի շրջանակներում եւ քո տեսակետը եւս հետաքրքիր է մեզ եւ դիտորդներին Դավիթ ջան։ Սիրով կլսենք քո դիտարկումները եւս, ինչ կասես։ Նորայր Դավիթի մասին։ Ինչքանը որ աշկովս ընկել է ծանոթացել եմ նման կերպարի, հա, շատ շատ դες չեմ այլ լսել, որովհետև ժամանակս եմ ափսոսում, բայց գուցե պետք է մեկ-մեկ լսել, ինչ հետաքրքիր բաներ կարող ասեն մեր շրջապատում։ Ասեմ, թվում է, որ զազրախոսություն է, բայց պատահականություն չի, որ նման կերպարներն ի հայտ գալիս։ Ինձ ավելի անհանգստացնում է այն հետևորդները, ովքեր լսում են նման զրույցներ եւ կասկածներ են իրենց մեջ առաջացնում, սկսում են ընտրությունների մեջ կամ վախերի մեջ ընկնել, անցած անգամ էլ մեր զրույցներից մեկում ինչ որ մի կնոջ մի աղջկա Աննա Մարիա, այո։ այո, իր եթերներից ենք խոսում, նույն մոտիվներով եթերներ են, այս տվյալ մարդու եթերները, մի քիչ ավելի վտանգավոր, որովհետև հռետորական կոչեր է անում, էլ չեմ ասում քաղաքականացված արդեն ինչ որ ընդդումներ է անում, ինչ վերաբերում է իմ կարծիքին, միանգամից կարելի է ուղղակի առհամարել, որովհետև ամենալավ ձևն է կարծում եմ առհամարանքը նման դեպքերում, չգիտեմ, կամ ոչ թե առհամարել, ուղղակի տեսնել, թե ովքեր կան մեր շրջապատող աշխարհում եւ ուշադիր լինել, որ այդ մոլորությունը հանկարծ չմտնի մեր ընտանիքներ։ Ինչու եմ այսպես ասում, որովհետեւ սկզբնական շրջանում թվում է շատ անլուրջ է, բայց տվյալ մարդը
սկսել է որոշակի բաներից խոսել, իրեն վերագրելով շատ process-ներ, ամենայն դեպս ասածս ինչ կնշանակի, որ ոչ թե համոզված եմ կամ ասում եմ, որ այդ մարդը նույն էակն է, ում ինքն իրեն ներկայացնում է, այլ ինքը մի լավ գործիք է հանրությանը վախի մեջ պահելու եւ նման մարդիկ էլի դեռ շատանալու են, շուտ ավելի մեծ վախեցնող գործիքներ հա ի հայտ գալու մարդկային կերպարով, այնպես որ միևնույն է ոչինչ չեք կարող անել, իսկ եթե ինչ-որ մի բան կարող եք անել, ամենաձեր առաջնային քայլը կլինի ընդհանրապես սկսեք, երբեք էլ ուշ չի սկսեք ինքնաճանաչման ճանապարհով ընթանալը, ճանաչեք ով եք դուք որպես մարդարած եւ կտեսնեք ինչ մեծ հնարավորություններ ունեք ձեր ձեռքում, ինչ կարողության տեր եք, որին նախանձել են նույնիսկ դարերի հազարամյակների ընթացքում աստվածային էակները։ Եվ նման զազրախոսություններին ուշադրություն շատ մի դարձրեք, որովհետև նման տիպ մարդիկ գործիքներ են եւ այդ գործիքներին որպես սնունդ հենց ձեր ուր դարձրած ուշադրությունն է եւ դրանով իրանք իսկ սնվում են, զարգացնում են իրանց էգոն եւ ձեր ամեն մեկի մի փոքրիկ լումայի շնորհիվ վաղը մյուսօր իրանք կդառնան իրական պատուհաս, թե ազգի, թե աշխարհի գլխին, որովհետև մեր ուշադրության, մեր դիտումների, մեր հավանումների կամ դժգոհությունների շնորհիվ է, որ իրանց նման եթերներ ավելի մեծ տարածումներ կգտնեն եւ նման մարդիկ, նման վաղ սերմանող գործիքները ավելի կակտիվանան։ Եթե խոսենք տվյալ կերպարի մասին, տվյալ կերպարը վերջի ժամանակներում հատկապես երբ սկսեց ավելի իրեն կապել, իր գաղափարները կապել քաղաքական վիճակների հետ, կարելի է նկատել, որ գուցե եւ կատարում է շատ կարևոր պատվերներ, չգիտեմ, ամենայն դեպս նմանատիպ խաղը արդեն դուր է կանչի, բայց մի պարզ բան է պետք նկատել, որ իրական փրկիչը, եթե կլինի, երբեք ինքն իր մասին նման ձևով չի ներկայացնի, ոնց որ տվյալ մարդիկ են իրենց ներկայացնում լիարժեք էգոյի դաշտին տրված վիճակում։ Տվյալ մարդու մասին եթե խոսում ենք, տվյալ մարդը պարզ ինքն էլ ասում է, որ հեյա ցեղի ներկայացուցիչ է, եւ եթե դիտորդներից որևէ մեկին դա հարազատ դաշտ է, խնդրեմ թող լսի, ամենայն դեպս մի բան կհուշեմ, որ հազարամյակներ ի վեր հեյրաները միշտ հակադիր դաշտ են զբաղեցրել հայ տեսակի հանդեպ, հա, հայերը որպես հոգու կրող եւ հեյրանները որպես նյութի դաշտի կրողներ տեսակներ են եւ իրենք իրար որոշ առումով հակադիր դաշտերում են գտնվում։ Ամենայն դեպս ինձ համար տվյալ մարդը, որը նույն բաց ձևով ներկայացնում է, որ ինքը հենց հեյրական դաշտի ներկայացուցիչ է եւ հեյրական դաշտի գաղափարների կրող է եւ իր մտածելով ցանկություն ունի, որ հենց այդ հեյրական գաղափարները բերի եւ ներմուծի հայկական տարածք, դա արդեն ցույց է տալիս, որ նման մարդկանց ուղղակիորեն պետք է լուրջ չվերաբերվել այն առումով, որ հանկարծ նման վիրուսը չտարածվի, չշատանա։ Հակառակ դեպքում ավելի մեծ թմբիրի մեջ եք հայտնվելու։ Միանշանակ թմբիրի մեջ ենք, հիմա ավելի մեծ թմբիրի մեջ եք հայտնվելու, որը կարելի ասել արդեն հետ բերելու հնարավոր չի լինի։ Ճիշտ է։ Փորձենք այսքանով սահմանափակվել, որովհետև մեր ժամանակը ավելի թանկ եմ գնահատում, քան նման սազրախոսությունների մասին խոսելու։ Համամիտ եմ, շնորհակալ եմ։ Իսկ հաջորդ հարցը նույն ձև Լիլիթ Խաչատուրյանն էր, ով հարցրել էր հափշտակության մասին եւ մենք մի փոքր քանի որ անդրադարձանք, բայց ինչ որ իրեն չի բավարարել մեր զրույցը եւ ասում է կներեք, բայց ես իմ հարցի պատասխանը չստացա հափշտակության մասին
Ну, это Աննա Մարիան, որ անդադնես խոսում էր, այդ պահովա հարցրել։ Երևի Լիլիթի համար մի փոքր էլ մանրամասնենք դա, իսկ եթե Լիլիթ ջան, ավելին ես ուզում իմանաս, ես ձեզ պատասխանել եմ, կարող եք ինձ գտնել Facebook-ով կապվել ինձ հետ, կփորձեմ բարձաբանել ինչն է ձեզ հետաքրքիր, ինչ եք ուզում անձամբ իմանաք, սիրով կտրամադրեմ, հա, բայց մինչ այդ մի փոքրիկ կփորձենք մանրամասնել Դավիթ ջան։ Երևի մի փոքր էլ ուշենք, միգուցե էլ զանգելու կամ կապվելու կարիք չզգա։ Առաջին հերթին կարծում եմ մենք բավականին ծավալուն խոսեցինք այդ հարցի վերաբերյալ անցած հանդիպման ժամանակ, բայց եթե կոնկրետ հափշտակության հետ կապված այդ նման գրվածքին է խոսքը ուղղված, ոնց որ տրվում է, ասեմ ձեզ, որ հափշտակություն բառը շատ սխալ տեղին է օգտագործված, թե դա թարգմանությունների սխալ է, թե մտածված է այդ բառը դրվել այդ նախադասության հատվածում, չգիտեմ, չեմ կարող ասել, համենայն դեպս ավելի շատ կարող եմ նկատել, որ եւս վախի սերմանման գործիքներից մեկն է որպես, որտեղ հափշտակություն բառը այլ բան է նշանակում, որը ձեր նշած նախադասության մեջ պետք է չլիներ եւ փոխարինել լիներ ուրիշ բառ։ Խոսքը այն մասին էր, չէ, երբ ասում է եկեղեցին կհափշտակվի, կտարվի վեր, չէ, նման Քրիստոսը պետք է հափշտակի իր հարսը կազմող եկեղեցին եւ հետո ների գալուստը պետք է տեղի ունենա հափշտակությունից անմիջապես հետո ինչ վերաբերում է Քրիստոսը կգա, եկեղեցին կհափշտակի, կտանի, թե ինչ, լույսի դաշտը երբեք չի հափշտակում, հափշտակություն դա նշանակում է մի գործողություն, երբ դու երբեք չես ուզի, չես ցանկանա, որ դա տեղի ունենա, բայց դա հակառակ քո կամքին գալիս եւ անում են։ Լույսի դաշտը նման գործողությամբ չի զբաղվում։ Լույսի դաշտը ոչ թե կհափշտակի, այլ ուղղակի կհրավիրի լավագույն դեպքում կամ մեջ շնորհ կանի համապատասխան մարդկանց, ովքեր գնացել են լույսի դաշտի ուղղությամբ եւ կտանի միացնելու լույսին։ Իսկ հափշտակություն կարողանի օրինակ հակաքրիստոսը։ Եթե դու չես ուզում գնաս մութ դաշտ, ինքը ստիպված զորով կհափշտակի, կգողանա, կտանի, որտեղ հափշտակելուն գողանալ իրանք հոմանիշներ են, եւ դա տեղի կունենա ձեր կամքին հակառակ։ Գրքի մեջ գաղափարապես ուղղակի խեղում կա այդ հատվածում, եկեղեցին կամ տվյալ լուսավորյալ մարդիկ չեն հափշտակվում, որտեղ հափշտակվել դա նույն գողանալն է քո կամքին հակառակ։ Անցած անգամ այդ մասին չցանկացա խոսել, որտեղ կարծեցի ավելի ընկալելի կլինի եւ ավելի օգտակար կլինեն, ինչի մասին խոսեցինք։ Ինչ վերաբերում է այդ մանրամասներուն հափշտակության, ահա սա է պատճառը եւ պետք չի ամեն բառ, որ դրված է ճիշտ կամ սխալ տեղում կամ խառնակության պատճառով է հայտնվել այնտեղ, պետք չի շատ ծայրահեղ ձևով ուշադրություն հրավիրել այդ ամենին, ընդհանուր գաղափարն է պետք ընկալել։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր գաղափարին, գաղափարը ինչ ասել կուզե, ով կգնա ինքնաճանաչման լույսի ճանապարհով, ոնց որ Հիսուս էր ասում, եկեք իմ հետևից, իհարկե կարժանանա հավերժական լույսին միանալու հնարավորությանը։ Այնպես որ գայլը գառին չի ուտում, գայլը գառին հափշտակում է։ Այո, գայլը գառին հափշտակում է, իսկ գառները, որտեղ որ իրենց լավ են զգում, այդ տարածքի տերերը չեն հափշտակում գառներին, ուղղակի հրավիրում են ու գառները գնում են դեպի այդ լույսի ուղղությամբ։ Համամիտ եմ, շնորհակալ եմ։ Ժամանակ չծախսելով հասնեմ հաջորդ մեր հարցին, Արմենե Հովանեսյանն է հարցնում, կցանկանայի մանտրաների մասին մի բան ասեիք։
Ցանկանում եմ մի փոքր երևի մանտրաների մասին, Դավիթ ջան, եթե նպատակահարմար կգտնես։ Մանտրաները չեմ կարծում այս մեր եթերում շատ մեծ ծավալուն ձևով կարելի է խոսել մանտրաների մասին, որովհետև դրանք շատ անհատական զրույցներ են եւ անհատական պատասխան է պահանջում։ Միայն կասեմ, կփորձեմ ներկայացնել ավելի կարճ ձևով։ Չգիտեմ ինչքանով եք լսել կամ ինչքանով գիտեք, որ մանտրաները դրանք որոշակի վիբրացիաներ պարունակող խոսքեր են, այսպես ասեմ, որոնք տրվում են այն մարդկանց, այն անհատներին, ովքեր մեդիտացիոն պրոցեսների մեջ են լինում կամ այդ ճանապարհն են սկսում անցնել, դրանք շատ անհատական է տրվում, նույնիսկ բարձրաձայն չի կարելի ասել, որտեղ շատ կարևոր իրանց ներսի էներգիան կկորցնեն։ Դրանք շատ կարևոր գործիքներ են, որոնք մարդ տանում է ամբողջ իր կյանքում իր հետ։ Դրանք խթանիչ գործիքներ են մեդիտացիաների պրոցեսների ընթացքում, պրոցեսների ժամանակ։ Եթե հարցը կոնկրետ մանտրաների մասին է, շփոթմունք չի եղել, էլի ուրիշ բառի հետ չի խառնվել, հենց մանտրայի մասին է խոսքը, այո, կարևոր են, բայց մեր քրիստոնեական դաշտում չի ընդունվում ոչ մեդիտացիան, ոչ մանտրան, ոչ չակրա հասկացողությունը։ Դա էլ մի կուրության տեսակ է, որովհետև ինչի համար է առհասարակ կրոնները մեկը մեկին ժխտում կամ մերժում, որովհետև ամեն մի կրոնի դաշտ փորձում է իր իշխանությունը պահել։ Ուղղակի այս գիտակից մարդը կգիտակցի, որ հոգու դաշտը երբեք իշխանության ձգտում չի ունենում, իսկ եթե մի դաշտ ունի իշխանության ձգտում, դա ոչ թե հոգու դաշտ է, այլ իշխանության տեսակ։ Քրիստոնեական եկեղեցիները քրիստոնեության դաշտը չի ընդունում բուդդիստական կամ քրիշնաներին կամ իսլամին, իսլամը չի ընդունում մյուսներին, մի խոսքով ոչ մեկի չի ընդունում եւ չեն ընդունում նույն իրենց մոտեցումները։ Մոտեցումների մեջ նաեւ մտնում է նույն մեդիտացիան, աղոթքները, գոյությունները, որոշակի վարժանքներ եւ այլն։ Ամեն տեղ էլ ընդունելու եւ չընդունելու ամենայն այո։ բաներ։ Եթե մեր հետևորդին հետաքրքրել էր մանտրան, ուրեմն հետաքրքրել է նաեւ տվյալ դաշտը, կար կոնկրետ մանտրաների հետ կապված այսքանով կարելի է պատասխանել, որովհետև դա շատ անհատական, շատ ինդիվիդուալ թեմա է եւ պատասխան է պահանջում։ Ինչ վերաբերում է իմ կարծիքին, իմ կարծիքը այսպես ասեմ, որ հոգու դաշտ, բոլորը դրանք հոգու դաշտի, հոգու դաշտով ընթացողի համար հրաշալի բաժանքներ ու գործիքներ են եւ երբեք չարժի բաժանել կրոնների լավ ու վատի։ Կարաս լինես քրիստոնեական դաշտի կրող, բայց դու զբաղվես մեդիտացիայով, որտեղ մեդիտացիան ամենևին կրոնական բան չի եղել եւ չի։ Հուսով եմ եւ վստահ եմ, որ հարց բարձրացնող հետևորդը այդ մտածողության չի եւ գնահատողներից մեկն է այդ ամեն մշակույթների, որովհետև այդ բոլոր մշակույթների ճանապարհը միևնույնն է մեկն է, դեպի առողջական լույս, դեպի ճանաչողություն։ Թե ամեն մարդ ոնց կգնա այդ ճանաչողության, արդեն դա շատ անհատական է։ Եվ մի փոքր անդրադարձ, որովհետև վստահ եմ արդեն, որ շատ հետևորդներ սխալ կհասկանան, սա նրա մասին չի խոսքը, որ Քրիստոսը քրիստոնյա լինելով պետք է արդեն ուրանանք քրիստոնեությունը, ընդունենք այլ կրոն, ոչ, դրա մասին չի խոսքը։ Քրիստոնյա կրոնների վանդին են ընդհանրապես բոլորս կարող ենք լինել քրիստոնյա, գնալ ինքնաճանաչման ճանապարհով, ընդունել բոլորը, ավելին Քրիստոս հենց իր գաղափարն էր, որ ընդունել բոլորը եւ այն ամեն ինչ կա տիեզերքում, քանզի արարչական ուժի բացակայության դեպքում գոյություն չունենա տվյալ բանը։ Եթե գոյություն ունի, ուրեմն գոյություն ունի արարչական համաձայնությունը,
թե դա կլինի մշակույթի տեսքով, կրոնի տեսքով, ազգության տեսքով, թե ինչի տեսքով։ Ուրեմն տեզերքին պետք էր այդ Այնպես որ, այո, ինֆորմացիան։ այնպես որ մեզանից առաջ Քրիստոսն էլ, Հիսուսն էլ կարող էր մերժել, շղթել այդ բոլորը, բայց եթե չշղթեց, ուրեմն պետք չէր այդ շղթումը։ Եվ Նա նույնիսկ կիրառել է դրանք, որի մասին չեն խոսում։ դե, մենք էլ հիմա չենք խոսի այդ մասին, ամենայն դեպս գնալով Քրիստոսի հետևից, պետք է նաև ընդունել այն բոլոր գաղափարները, որը ընդունում է հենց նույն Քրիստոս։ Կարծում եմ դա հենց քրիստոնեական պատասխաներ է վերջի պահին։ Այո, եւ այդ Քրիստոսը բնավ էլ Դավիթ Քրիստոսը չէ, եւ Քրիստոսն էլ մեր իմացած Օսի որդին չէ, հարգելներս։ Հենց ხო։ Անկացած մեկը Սևակ ջան կարա վերածվի Քրիստոսի, որտեղ Հիսուսն էլ էր դա ցույց տալիս, կլիներ Դավիթը թե ով, գուցե եւ մի օր աշխատանք կատարող Դավիթն էլ արթնության գա իր էգոն կողքի դնելով ինչ որ մի բանի հասնի, ոչ մեկ ոչինչ չի բացառում, բայց ներկայությամբ բայց չեմ կարծում իր բավականին դե մեր կարծիքները արդեն թողնա մեր դաշտում, ամենայն դեպս ներկայությամբ այդ վախերի սերմանման հետևից պետք է չգնալ, որովհետև արդեն խոսվում է շատ ավելի լուրջ ու կարևոր դաշտերի մասին, շատ ավելի լուրջ ու կարևոր ազգային արժեքների տապալման մասին է խոսվում, եւ դա ընդունել հալած յուղի պես, կարծում եմ արդեն առողջ չի։ Այդքան ժամանակ ունեք, սիրելի ունկնդիրներ, սիրելի հետևորդներ, վերցրեք Սասնա Ծռերի էպոսը եւ ընթերցեք ու ճանաչեք այդ ամենը։ Հավատացեմ շատ ավելի հայկական էներգիայով ու սերմով կլցվի ձեր օջախներն ու ընտանիքները, ձեր արթնությանը ավելի հեշտությամբ կգաք ու ձեր գիտելիքները հայաճանաչողության ավելի կակտիվանա, քան լսելով նման զազրախոսություն եւ հակահայկական հայտարարություններ։ Իդեպ տվյալ անձը հենց ասում է էպոս, մեփոս գցեք մի կողմ ժողովուրդ, տենց չի, մի խոսքով մերժում է հայկականը։ Պատճառը նա է, որովհետև Սևակ ջան, պատճառը նա է, որովհետև հենց նույն էպոսները, որ շատ խոսել եմ եկյատներն ու առակները, հիմքն են ինքնաճանաչման ճանապարհի։ Եվ պատահական չի, որ բոլոր աշխարհի մեծամեծերը խոսել են հենց էպոսներով, եկյատներով ու առակներով, օրինակները իրանց բերել են տիեզերքի հետ կապված այդ ամենով, բա եթե կարիք չլիներ, այդպես չէին ասի, չէ, դրա համար ասում են ամենը գցեք կողքի, որովհետև եւ նույնիսկ ավելի հետաքրքիր ձև են ներկայացնում, ասում են մեր ժամանակները փոխվել են արդեն եւ դրանք ակտուալ չեն եւ դրանով իսկ համոզում են մեզ իբրև թե մեզ էլ օգտակար չի լինի, բայց տվյալ պատմվածքները, էպոսները, հեքիաթներն ու առակները հազարամյակներ առաջվանից տարբեր ժամանակաշրջանների ու էպոխաների ժամանակ միշտ ակտուալ եւ աշխատող գործիքներ են եղել, պետք է ոչ այցի բառը օգտագործում, ակտուալ ուղղակի ճիշտ է հնչում իր իմաստով այս պահին եւ երբեք իրեն ժամանակը չի հնանում։ Շատ կարևոր է դա գիտակցել եւ անցնել տվյալ գրվածքները ճանաչելու, եթե խոսքը գրվածքի մասին է։ Այդպես Դավիթ ջան, շնորհակալ եմ հարցի եւ պատասխանի համար եւ մեր հաջորդ հարցը մեր ունկնդիրի կողմից հետեւյալն է։ Մի հարց, արդյոք մեր հյուրի պատկերացրած տեսակը ունի ազգային պատկանելություն։ Լուրջ հարց եմ տվել։ Բա, գիտես, այտենց հետևորդներ ունենք, է։ Առհասարակ տեսակը չունի ազգային պատկանելություն։ Տեսակները հետագայում են ձևավորվել ազգերի, բաժանվել ազգերի մեջ, որոնց մասին հուշող գրվածքները կան, թե Բաբելոնի պատմվածքի տեսքով,
թե այլ պատմվածքների տեսքով։ Մեզ ամենածանոթը Բաբելոնի աշտարակի պատմվածքն է։ Բաժանիր, որ հեշտ իշխես գաղափարի շուրջ կամ այդ գաղափարներով բաժանվել են և վերածվել հետագաներում ազգերի։ Այո, տեսակը ավելի մեծամասշտաբ գաղափարախոսության մասին է խոսքը, բայց ազգի մեջ շատ կարևորում եմ այն գաղափարը, որ տվյալ ազգը պետք է գիտակցի և պահպանողը կամ վերականգնող հետո պահպանողը լինի իր տեսակի և տեսակի մշակույթի։ Օրինակ բերեմ մեր հայերի մասին, որոնք հենց տեսակի ներկայացուցիչներ ենք, հոգու կրող տեսակի և դժբախտաբար արդեն վաղուց կարելի ասել մոռացել ենք մեր ով լինելը։ Շատ կարևոր է վերհիշել, որտև եթե մոռացել ենք, ուրեմն հնարավորություն ունենք նաև վերհիշելու, հետ բերելու, ոնց որ Մաշտոցը գտավ, մաշկեց, մշակեց, բերեց, հասցրեց մեզ հայկական գրերը, Կոմիտասը, երգերն ու պարերը, նույն ձևով ամեն մեկս մեր ներսում պետք է գիտակցենք մեր ով լինելը, մեր հայ տեսակի գաղափարը և բերելով դա մեր կյանք փոխանցենք մեր նորածին փոքրիկներին, մեր գալիք սերնդին, միայն այդ ձևաչափի մեջ, այդ տեսակով կլինենք հզոր հայ, կունենանք հզոր Հայաստան։ Հակառակ դեպքում տրվելով արաբա-թուրքական կլկլոցների, տրվելով այլ ծեսերին, օրինակ Հելոյինի և այլ օտար դաշտից բերված ծեսերին, չտրվելով, կամ չցանկանալով վերականգնել մեր հայկական ծիսական պարերը, այլ տրվելով օտարածի և խառնուրդ ինչ-որ անիմաստ շարժումների, այսինքն ասածս ինչ է, որ տեսակի ձեռքբերման կամ վերածնման ամենակարևոր գործիքներից մեկը մշակույթի վերականգնումն է։ Մշակույթ մեր ընտանիքներում, մեր շրջապատում, հետո նոր մեր երկրում, որից հետո արդեն դուրս կգա երկրից և կտարածվի շրջապատում, բայց մինչ դա պետք է սկսենք ինքներս մեզանից, որպես հայ ազգի ներկայացուցիչ, բայց եթե մենք կոչվում ենք հայ ազգի ներկայացուցիչ, ուրեմն պետք է գիտակցենք մեր տեսակի գաղափարը, որը մեր արյան մեջ է։ Եթե այդպես է, եթե իրոք հայի տեսակ ենք և մեր երակներով հոսում է հայ տեսակի արունը, ուրեմն պետք է վերականգնենք, վերագտնենք հայ մշակույթը, հայ տեսակի էներգիան և միայն այդ ժամանակ ոչ թե միայն հայ ազգ, այլ կվերածվենք աշխարհակալ հայ տեսակի, աշխարհակալ հայ ազգության, որովհետև խոսել ենք արդեն այդ մասին վաղուց, որ հայը ուղղակի ազգություն չի, հայը դա տեսակ է և պատահական չի, որ տեսակը ամբողջ աշխարհով տարածված է, հրեան տեսակ է, հրեա ազգը նույնպես տեսակ է։ Երկու տարբեր բևեռների տեսակներ, որոնք տարածված են աշխարհի տարբեր անկյուններում, բոլոր ազգերի մեջ, բայց նաև ունեն իրենց առանձին ցեղատեսակը կամ վերածված ազգի տեսակը։ Տվյալ դեպքում մենք կոչվում ենք հայեր, հոգու դաշտի կրող տեսակ լինելով հանդերձ։ Կարծում եմ մի քիչ բարդ, երկար կամ գուցե ոչ բարդ, երկար, բայց որոշ առումով էլ ընկալելի եղավ պատասխանային առումով, որ ինչ է պետք անել այդ տեսակները վերականգնելու, որովհետև եթե միայն իմանանք տեսակը կամ ազգը ինչքանով են իրար հետ կապված կամ հակասում կամ չհակասում, ոչինչ չի փոխի, բայց երբ որ մենք գործիքն ենք իմանում, ինչ է պետք անել որպես ազգ, բայց մեր մեջ
վերականգնելու մեր տեսակը, ուրեմն մենք կհասնենք այն ամենի, ինչ ցանկանում ենք։ Այդ գործիքներից մեկը, պարզ ասեմ, օրինակ մեր շրջապատը չկեղտոտելը։ Ամենափոքրիկ բանից ենք սկսում, ամենափոքրիկ մեր ընտանիքից, մեր շուրջը չկեղտոտելուց, մեր ձեռքի աղբը դեն չնետելուց, որովհետև այն հողը, որը մեզ կերակրում է, դա մայրության խորհրդանիշն է եւ իր վրա պետք չի ամեն ձեռքներից մնացորդ գցել այդ տարածքի վրա, վերջերս գնահատելա պետք է հողը։ Իսկ հայի տեսակը սեր ունեցող եւ տիեզերքը գնահատող տեսակ է, այնպես որ որպես ազգություն, որը ավելի փոքրիկ մի բան է, քան տեսակը, պետք է նորից գնահատել, ծնել, վերացնել ինքներս մեզ եւ արժանանալ հայ տեսակին։ Եվ օրինակելի մյուս պետությունների համար, թե ինչպես պետք է իրականում, ինչ պետք է անի մարդը իրականում եւ ով է մարդը։ Մենք կլինենք լավագույն օրինակը աշխարհի համար եւ ի վերջո կվերականգնվի եւ սերը եւ արդարությունը եւ այն կորած երջանկությունը, որ ազգեր, դարեր ի վեր ազգերը գալիս եւ փնտրում են, բայց չեն գտնում։ Ոչ թե պետք է միայն խոսել, այլ պետք է գործել։ Միանշանակ, այո, համամիտ եմ։ Դավիթ ջան, շնորհակալ եմ։ Եվ մի հետաքրքիր այսպիսի հարց էլ ջրի հետ կապված, բացի ծառավը հագեցնելուց եւ ֆիզիկապես մաքրվելուց, ջրի էլ որ հատկություններն են, որ շատ կարեւոր են մարդու համար։ Այ մարդես ինչ լավ հարցեր են այս անգամ եկել։ Ընտրեմ, սիրով։ Շատ կարևոր, չնայած ինքս երևի նոր բաներից չեմ խոսի, նորություն չեմ ասելու, որովհետև գիտական աշխարհից սկսած բոլորը ուսումնասիրել են եւ ամենահետաքրքրական ուսումնասիրական դաշտերը նվիրել են հենց ջրի կամ ջրի ուսումնասիրությամբ շատ են զբաղվել, ընդհանրապես մասնագետները, թե գիտական, թե ոչ գիտական դաշտերում։ Նորություններ այնպես որ շատ չեմ ասի, բայց լավ, իմ ճանաչած ու իմ տեսանկյունը ասեմ, որ այո, ջուրը ոչ միայն ծարավը հագեցնելու համար է, ջուրը շատ կարևոր դեր ունի մեր կյանքում, ամենաառաջի կարևոր դերը նա է, որ պետք է գիտակցենք, պատահական չի, երբ մեր 70%-ից ավելը ջուր է, մեր սովորական մարմնի 70%-ից ավելի ջուր է։ Դա նշանակում է, որ արդեն դա շատ կարևոր է ջուրը մեր կյանքում, բայց պետք է տխուր բաներից էլ մի քիչ խոսեմ, որովհետև այն երանելի ջուրը, որի մասին խոսում էին ամբողջ աշխարհում, որ մեր հայ լեռնաշխարհի ջուրը շատ համեղ ու կարևոր դեր ունի մարդու կյանքում, հիմա մեր ծորակներից հոսող ջուրը առնվազն վերածվել է ինչ-որ անիմաստ հեղուկի։ Գուցեև դրան բիզնես են ասում, գուցեև դա պատճառն է, որպեսզի ջուր վաճառեն, ամենայն դեպս տարիներ առաջ, երբ առաջ անգամ մեր խանութներում վաճառքի ջուր տեսա, ինքս շատ զարմացա, որ երբևիցե կարելի է Հայաստանում կամ Հայաստանաբնակ ինչ-որ մեկը ջուր առնի խանութներից։ Բայց այդ գուցեև այդ բիզնեսի զարգացման պատճառն է, որ ծորակներից եկող ջրերը շատ վատացան որակով։ Նաև կամ պատճառներից մեկը չմեղադրեմ եւ պատճառը չգցեմ մենակ բիզնեսի վրա, բայց ինչու եմ այդ ամենը ասում, որովհետև ծորակից եկող ջուրը իր մեջ եւ արդեն չի պարունակում այն առողջարարությունը, ինչը որ պետք է ունենա, եւ իր մեջ չունի այն մաքրող ինֆորմացիան, որը մեզ օգտակար է։ Ծորակից օգտվելու ժամանակ գոնե արժի փորձել հնարավորինս ինֆորմացիան մաքրել ջուրը սառույցի վերածելով ու սառցե ջուր խմելու միջոցով։ Եթե հնարավորություն կա, կարելի է հնարավորինս բնական աղբյուրներից ջուր խմել։ Չնայած ասեմ, որ վերջի տարիներին նույնիսկ շատ ֆիլմեր տեսա, անդրամատչելի, որ գնում են բնության մեջ մարդիկ իբրև գոյատևում են ցույց տալիս կամ նման բաներ, տարբեր ազգերի հանած ֆիլմերի մասին է խոսքը եւ կարծես այդ ֆիլմերի ամբողջ գումարը տրամադրածն էին մի բանի համար, որ
մարդիկ հակագովազդ էին զուլալ աղբյուրների ջրերի, որովհետև նման ֆիլմերում քանի անգամ տեսել եմ, որ ասում են չի կարելի աղբյուրի ջուրը խմել, գուցե բակտերիաներ լինեն եւ նմանատիպ բաներ։ Շատ Դա ծիծաղալու, բայց նկատները կարող է տխուր դառնալ իրականության մասին է խոսքը, որովհետև ինքս արշավներ սիրելով շատ եմ տեսել մարդիկ, ովքեր երբ աղբյուրից ուզեցել եմ ջուր խմել կամ առաջարկել եմ, ասել են բա բակտերիաները, այսպիսի բաներ եւ այլն։ Վախ է անցել մարդկանց միջով։ Այսօր վախերից էլի շատ ենք խոսում, կարծես, բայց այդ նույն արդյունք փոքրիկ մակարդակով, բայց մեծ վախի մեջ են մարդիկ, որովհետև չեն պատկերացնում, որ այն ուտելիքը, որ ուտում ենք, նույնիսկ սնունդ ասել է ամոթ է, ամբողջ վնասակարություն է իր մեջ պարունակում, բայց մենք այդ ամենը մեր օրգանիզմին տալիս ենք, իսկ ինչ վերաբերում է աղբյուրների ջրերին, մտածում ենք, որ ինչ ասես կլինի մեջը։ Սարերից իջնող աղբյուրների մասին է խոսքը։ Ամենաառաջին հերթին մեր ծորակներից եկող ոչ սննդային խողովակների միջոցով եկող հիմնականում ջրերը, որը մեզ մատուցվում է խմելու համար, իրենց մեջ առաջին հերթին պարունակում են ոչ մաքուր էներգիաներ, իսկ առվակների այդ աղբյուրների ջրերը իրանք մաքուր էներգիաներ ու վիբրացիաներ ունեն իրենց մեջ, որ փոխարինում են եւ փոխանցվում է ձեր օրգանիզմին։ Եվ այդպիսով ավելի առողջ կլինի մեր մարմինը, եթե հնարավոր լինի այդ ջրերից օգտվել եւ չենք ունենա նույն մարմնական որոշակի խնդիրներ։ Ամենայն դեպս ավելի նվազդ կլինի այդ ամենը։ Ասեմ, որ աղբյուրների ջրերը նույնիսկ իրենց մասին ունեն եւ հեքիաթներ, եւ էպոսներ, եւ լեգենդներ, որովհետեւ տեղավորվում են շատ անգամ անմահություն պարգևող գործիքների շարքին, ասեմ ավելին Գարեգին Սևաստյանց իր երկերի մեջ ունի հիշատակում անմահություն տվող կամ ավելի երկարակյաց կյանք պարգևող ջրի մասին, որն ինքն իր աչքերով տեսել եւ ականջներով է լսել, իհարկե Արևմտյան Հայաստանի տարածքում, հա, բայց այդ ջրերը ամենտեղ կա եւ փառքոպատիվ մեր տարածքին, որ ամենուր սարեր են եւ այդ սարերից առվակներ են իջնում։ Եվ պատահական էլ չի, որ մեր խելամիտ ղեկավարները երկրի ստրատեգիական ամենակարևորագույն տարածքը կամ հիմնարկությունը տվել են օտարների ձեռքում, այսպես ճակերտներով ասած, եւ օտարազգին է փորձում իր ուզած ձևով այդ ջուրը վաճառի մեզ։ Ամենայն դեպս ջուրը շատ կարևոր, շատ կարևոր խորհուրդ ունի, ջրի խորհրդի մասին կարելի շատ խոսել, որովհետև իհարկե ջուրը շատ կարևոր դեր ունի մեր կյանքում։ Ինչ վերաբերում է հատկություններին, մի բան էլ ասեմ, Սևակ ջան, չնայած աղբյուրներից ջրերից օգտվելը արդեն հատկությունների մասին խոսեցինք, որովհետև իր մաքրամաքուր տեսքով ջուրը ներկայանում է հենց այդ աղբյուրների միջոցով։ Հակառակ դեպքում ջուրը ավելի պղտորված վիճակում է գալիս, որը այդքան էլ առողջարար չի։ Ընդհանրապես ջուրը մեծ էներգիակիր է եւ ինֆորմացիայի աղբյուր է իրենից ներկայացնում եւ ճիշտ օգտագործելու դեպքում մեր մաքուր ջուրը ճիշտ օգտագործելու դեպքում մեր օրգանիզմը մաքրվում է այլևայլ արհեստացին շլակներից, որն էլ օգնում է առողջ լինելուն եւ գիտակցության արթնացմանը, ամենամեծ գործիքներից մեկը ջրի։ Կարծում եմ դրանից հետո մնացածի մասին արդեն հենց մեր վերջին եւ հաջորդ հարցը նույնպես հենց միտված է ջրին, Դավիթ ջան, եթե թույլ կտաս ընթերցեմ, թե վերջացրեցի այդ մասը։ Ինչպիսին պետք է լինի մարդու ֆիզիկական տունը, որպեսզի այն դրական ազդի մարդու հոգեվիճակի վրա եւ ինչ պետք է հաշվի առնել, եթե ցանկանում է զրոյից տուն կառուցել։ Ջրի հետ անպայման կկապենք այս հարցի պատասխանը, որովհետեւ հազարամյակների վեր
Բոլոր քաղաքակրթությունները, եթե ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ մարդիկ իրենց քաղաքակրթությունները, իրենց տներն ու քաղաքները, երկրները փորձել են կառուցել հենց ջրերի մոտ, այսինքն որտեղ որ կար գետեր, աղբյուրներ, որտեղ առանց ջրի կյանքը գոյություն չունի։ Դա մեկ։ Երկրորդ հերթին, ինչ վերաբերվում է տուն կառուցելուն, շատ կարևոր հարց է, որովհետև մեր ժամանակներում կարևորը մատչելի ու էժան լինի հողատարածքը, գնենք եւ կառուցենք մեր ուզած տունը։ Հին ժամանակներում, որ հիմա շատերը էլի օգտագործում են, տուն կառուցելուց առաջ գործիքներ ունեին մարդիկ, էներգիա ստուգող չափող գործիքներ, որ շատ պարզ գործիքներ են իրենցից ներկայացնում, այդ գործիքներով տվյալ տարածքի էներգիաներն էին չափում, այդպես որոշում էին տվյալ տարածքի էներգիան, որտեղի վրա կարելի է այս հատվածում տուն կառուցել, թե մի քիչ այն կողմ տուն կառուցել։ Տարածքի էներգիաները ստուգում էին նաև կատուների և շների միջոցով։ Կատուները միշտ նստում էին բացասական տարածքի վրա։ Եթե ով կատու է պահում, լավ կնկատի, որ կատուները գալիս, մարդու մարմնին փաթաթվում, սկսում են դրդռալ, իրականում կատուները զգում են տվյալ մարդու մարմնի որ հատվածը խնդիր ունի և այդ հատվածի վրա են գալիս։ Գուցե ցավ չունի տվյալ պայն մարդը, բայց կատուն բնավորություն ունի, բնազդական գալ այդ կետի վրա և էներգիան վերցնում կամ ֆիքսում է տվյալ տարածքը։ Շները հակառակը բացասական էներգիաներով լի տարածքներում չեն դիմանում, իրանք հանգիստում են դրական տարածքներում։ Եվ այդ կենդանիները, որտեղ որ նստում էին, կենդանիների միջոցով այդ տարածքները նշագծում էին։ Շատ կարևոր է այդ հաշվարկների մեջ շատ կարևոր դեր ունի, որ հատվածում պետք է լինի ննջարանները, ինչ դիրքով, մահճակալների դիրքերը, հյուրասենյակը, արտաքնոսները, այդ ամենը ունեին իրենց դիրքերը, իրենց տեղերը, որպեսզի տվյալ տան մեջ մեծացող կամ քնող հանգստացող մարդը հնարավորինս տիեզերքից էներգիա ստանալուց ճիշտ վերցնի այդ էներգիան և ճիշտ օգտագործի օրվա ընթացքում կամ իր կյանքի ընթացքում։ Հակառակ դեպքում այդ ամենը էներգիաների ազդեցությունը այդքան էլ ճիշտ ու առողջ չի լինի։ Այո, կապ ունի ինչպիսի տարածքում ես տուն կառուցում, շատ ավելի կարևոր է, եթե իրոք լինի հոսող գետին մոտ, լսվի բնության ձայնը, շատ կարևոր է, եթե գոյություն ունի այգի տարածքում, որտեղ թռչունների ձայներով լցված կլինի, գետի ձայնով լցված կլինի, թվում է դա ոչինչ է, բայց ոչ, դա շատ կարևոր և շատ լուրջ էներգիա է հաղորդում մարդուն, այնպես որ եթե տուն կառուցողներ կան, թող այդ ամեն ինչը հաշվի առնեն, դե իհարկե շատ մանրամասները հիմա կարծում եմ իմաստ չունի խոսել, որովհետև դա հետաքրքրում է մեկին կամ երկուսին, բայց նմանատիպ գաղափարախոսություններ կար, նմանատիպ մշակույթ կար, մեր մոտ եղել է, դժբախտաբար մոռացվում է, որովհետև հիմա բարձրարկ շենքերն են, կարևորը շատ մարդ բնակեցվի տվյալ շենքում, ֆինանսը շատ լինի և նման բաներ։ Իսկ մեր համար էլ, հա, իդեպ կարող եմ ասել, հանկարծ հակագովազ չհնչի, ուղղակի հարցին ի պատասխան եմ ասում, որտև շատ-շատերը գուցե չգիտեն, օգնող պատասխան կլինի, առհասարակ հողից շատ բարձր ապրելը խրախուսելի չի, որովհետև ամենաշատը երևի երկրորդ հարկ կամ երրորդ հարկում ապրելը, որից հետո արդեն հողից, մայր հողից էներգիա չի հաղորդվում տվյալ մարդուն։ Ինչպես գիտենք, սեփական տներում հողի հետ շփվող, հողի վրա քայլող երեխաների կազմվածքը ավելի ամուր է լինում, ընդհանրապես դիմաց տրողականությունը, դա պատահական չի։ Դա ամենաշատը հենց այդ հողից եկող էներգիայի պատճառով է։ Մեր քաղաքներում ավելի նրբակազմ
օրգանիզմով են մարդիկ մեծանում, բոլորս լավ գիտենք, ավելի փխրուն են, ավելի զգայուն են հիվանդությունների հանդեպ, որտեղ կտրված են հիմնականում մայր հողի էներգիայից։ Այնպես որ շատ չկա, էլի։ այո, այնպես որ շատ կարևոր է թե տան կառուցումը, թե ինչ շինանյութով, շինարարական նյութերով է կառուցվում, ինչ դիրքով, ինչ տարածքում, ինչ բարձրությամբ, եւ այդ ամենը իրոք կարևոր է։ Բայց այդ ամենից կարևոր նա է, թե ինչ գիտակցություն ունի տվյալ մարդը կյանքի հանդեպ։ Եթե ընդամենը ցանկացած տեղում քնած պետք է լինի, քնած գիտակցությամբ, այդ դեպքում իր համար ոչինչ կարևոր չի, որտեղ կցանկանա, այնպես էլ թող ապրի։ Լավագույն դեպքում չի վնասվի, բայց եւ չի հասկանա դրա օգտակարությունը։ Տվյալ դեպքում վնասն է շատ չի հասկացվում, որովհետև քնած վիճակում վնասը չես զգում։ Հա, միտեղ միտքն էլ այդտեղ կապ ունի։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, այսօրվա հրաշալի եթերի համար եւ մեր հարցերի պատասխաններով բովանդակալից գեղեցիկ հուսով եմ այն եւս օգտակար կլինի մեր դիտորդներին, հետևորդներին, քանի որ այնինչ որ անում ենք սիրով եւ հանրության համար սրտանց ենք անում։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար, երախտագետ եմ, զրուցեցինք այն ինչի մասին, որ պետք է զրուցենք։ Ինքս եմ շնորհակալ։ Դե մաղթենք ցտեսություն եւ ամենայն բարիք մեր դիտորդներին, հետևորդներին, մինչ նոր հանդիպում։ Արի, հաջողություն։